Կներեք, որ խանգարում եմ ձեր խմբակցության նիստը ներքին քննարկում եմ, բայց թույլ տվեք ես խոսեմ։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի Տիկին փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, գլխավոր դատախազի հարգելի թեկնածու, հարգելի հայրենակիցներ։ Ուզում եմ տեղեկացնել եւ հիշեցնել, որ մենք այս դահլիճում ընտրում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու։ Ամեն ինչից խոսեցինք, բացի բուն հարցից։ Մենք ընտրում ենք դատախազի թեկնածու, դատախազ, այլ ոչ թե փրկիչ։ Բերեցիք ամեն ինչը, կապեցիք գլխավոր դատախազի ապագա ընտրության հետ։ Նախ պետք չի անձնավորել։ Գևորգ Կոստանյանի մասով։ Ես ինչ եք ընկել բանի հետևից։ Ասեք, վերսիաներ, ասվել է վերսիաները պաշտոնական վերսիա է։ Հնարավոր չի մարդ առողջական պատճառով հեռանա։ Իմ մոտ նենց թվաց մենք մոտ ազգային ժողովում ենք այ բժշկական լաբորատորիայում կամ բժշկական կոնսիլիումում։ Գևորգ Կոստանյանի առողջություն ենք մաղթում ու շուտապույտ ապակինում, որպես իր ուժը եռանդը օգտագործենք պետական այլ ոլորտներում։ Եվ խնդրում եմ, պետք չի, մարդը այստեղ չի, կանգնեք եսի մինչեր ենք խոսում։ Էսա, Ռոբին Հուդա, նայա։ Այդ առաջին անգամը Հայաստանում կամ ամբողջ աշխարհում, երբ որ մարդիկ առողջական պատճառով հրաժարական են տալիս։ Պետք չի դրանից, այս երկու օր դրանից ենք խոսում։ Իսկ ինչ վերաբերում է Կոստանյանին, ինքը կիրթ, նորմալ, սկզբունքային ազնվորություն է, սա իմ կարծիքն է, եւ այո, իր կառավարման ժամանակաշրջանում գլխավոր դատախազությունը բազում դրական արդյունքներ է ապահովել։ Հիմա պարոն Դավթյանի մասով։ Ես երեք լսում եմ պարոն Դավթյանի եւ հարցը պատասխանը եւ ելույթները եւ հասկացա մի բան։ Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով պրոֆեսիոնալ է։ Պարոն Դավթյան, ես դժվար է ամբողջ կյանքում ինչ-որ մեկը քծնանքի մեջ մեղադրի, որովհետեւ ես ինչ տենց վեժդվի պարեցիկ երբեք չեմ եղել։ Ինչ մտածում ճակատին ասում եմ եւ ճիշտը եւ սխալը։ Ես ասում եմ, երեք հասկացել, դուք գործ ունենք պրոֆեսիոնալի հետ, սկզբունքային գործի հետ, մարդ ով որ տիրապետում է դատախազության պլյուսներին եւ մինուսներին, գիտի իր վրա դրված պարտավորությունները, սպասելիքները եւ այն ճանապարհը, ինչպես պետք է լուծել եւ դիմակայել այդ խնդիրներին։ Երեք դուք ասացիք, որ համակարգային կոռուպցիան դատախազությունում վերացված է։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ ես ձեզ հետ համամիտ եմ։ Նրանք, ովքեր որ վերջին տարիներին առնչվել են ու այսօր առնչվում են դատախազական համակարգի հետ, կարող են փաստել, որ այո, դատախազական համակարգում համակարգային կոռուպցիան գրեթե գոյություն չունի։ Մենք ինչի սրա մասին չենք խոսում, ժողովուրդ ջան։ Թե մենք միշտ ծևորել ենք վատը ասենք։ Այդ վատը բոլորս գիտենք։ Ստեղ բոլորը հաղորդում եք տալիս, բայց ոչ մեկ այդ կոնկրետ բան չասեցիք։ Եթե այդքան ջանացավ եք, հանցագործների տեղը գիտեք, ցուցմունք եք տալիս եք, ես մի ձերով այս ազգային ժողովի փոխնախագահ առաջարկում եմ եւ պահանջում եմ։ Գնացեք ցուցմունք տվեք, եթե հանցագործության եւ կոռուպցիայի տեղը գիտեք։ Չէ, ես լսել եմ, ես էլ եմ շատ բան լսել, ամեն մեկը որ մենք լսել է պատմենք, դες ոնց կլինի։ Ես հեռու եմ այն մտքից, որ դատախազությունում խնդիրներ չկան, ես հեռու եմ այն մտքից, որ մեր մոտ ամեն ինչ լավ է, բայց պետք է համեմատել։ Դատախազությունում այսօրվա վիճակը 10 տարի առաջ, 20 տարի առաջ կա առաջընթացը չկա, իհարկե կա։ Թեկնածուն դրեց եւ հստակ հանրամատչելի հայերենով ներկայացրեց այն ծրագիրը, որով ինքը ընտրվելու դեպքում կառավարելու է գլխավոր դատախազությունը։ Սրա մասին բերեք խոսենք, բավարարում է մեզ թեկնածուի տեսլականը, սկզբունքները, գիտելիքները, կամքը, թե չէ Արթուր Դավթյանը հնարավոր է կարող է ինքը այդ մեծ բեռի վրա տանել, թե չէ։ Սրա մասին մենք պետք է խոսենք։ Եվ ես որպես ազգային ժողովի պատգամավոր, նախագահի տեղակալ ձեզ վստահեցնում եմ, որ բոլոր այն պաշտոնյաները, այդ նաև գլխավոր դատախազը ապագա, ովքեր որ ցանկանում են
սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ իրենց վրա դրված պարտականությունները կատարել, մենք սատարել եւ սատարելու ենք։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, բոլորիս հայրենիքն է, եւ ընդեղի, եւ ըստեղի, եւ մեջտեղի, բոլորիս հայրենիքն է, եւ մեր հանրության, եւ 25-րդ տարեդարձի նախաշեմին հանրապետության, մենք մի բան պետք է գիտակցենք, ժողովուրդ, որ առավոտից երեկո խոսելով խավարից, մենք լավ բան չենք անում։ Եթե կան լուսավոր կետեր, բերեք դրա մասին էլ խոսենք։ Եթե կա խավար, բերեք այդ լույսով այդ խավարը, իսկ լույսը դա գործն է, ոչ թե միայն խոսքը։ Օժանդակենք եւ գնանք առաջ։ Իմ առաջարկությունն է պատգամավորներին ակտիվ մասնակցել քվեարկությանը, կարծեմ քվեարկությունը կլինի վաղը, պարոն Դավթյան, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում եւ համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը իր վրա դրված լիազորությունների շրջանակներում եւ օժանդակելու է եւ ձեզ անհանգստացնելու է, եթե կան խնդիրներ, եւ այդ ամենը իբարս ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն ուշադրության համար։